Ուրեմն շարունակենք մեր հաղորդումը հարգելի ունգընտիրներ եւ ակընտիրներ բարի առավոտ անգամ եւս սեր բոլորին եւ հաճելի ունգընտրություն այսօր 5 շաբթի է ժամը 9 է վանացանի ստուդիոները ներս մեծ ուրախությամբ կյուրընկալենք լայվ կոչ Հասմիկ Դանիելը բարի լույս Հուրի ինչպես ես ես միշտ լավ եմ դու ինչպես ես Պարկաստո շատ լավ մեր այսօրվա նյութը նույնքան հետաքրքրական ինչպես որ մեր բոլոր նյութերը արդու գսեի այդ մասին անդրադարձա որ այսօր պիտի խոսենք ընդհանրապես Generation Z նոր սերունդի թիմակրաված մարտահրավերներու մասին թե ինչ փոխված է նախորդ սերունդն այս սերունդի միջև եւ ամենակարևորը անշուշտ մենք ինչպես գրնանք բացաճեցնել մեր կյանքը իրենց կյանքին հետ որովհետեւ բավական դարբերություն կա մենք հաջող այս մասին խոսած ենք որ ժամանակին սերունդներու միջև բացությունը այսքան էր իսկ նվազեր այո դարբերություն գսկայր բայց հիմա կվանց այս մեր սերունդին եւ հիմա նոր սերունդի միջև բացությունը հսկայական է անշուշտ մեծն հսկայական է որովհետեւ social media-ն մեծ դերակատարություն ունեցավ եւ աշխարհը շատ արագ կզարգանա այո ինչ կնկատես դու այս իմաստով սերունդներու դարբերության իմաստով դες հուրի երբեմն գիտես մենք ինչպես որ ներկայացուցիր արդեն մենք երբեմն գսենք որ աս նոր սերունդը ասենք թե ձույլ է նոր սերունդը մոլին դարձած է ասենք թե հերախոսի նոր սերունդը ճուզեր աշխատիլ նոր սերունդը գուզե ամեն բան շատ թյուրինը լայրեն համեմատ նոր սերունդը գետրոնացումի բագաս ունի եւ գարձես մենք նոր սերունդը այսպես գտադենք առանց անդրադառնալու որ լավ ինքը հարցը նոր սերունդը չէ հարցը շրջաբադն է հարցը սիստեմն է աշխարհի վրա սերունդը երկինքեն չէ գա ծնողները բերին նոր սերունդը ծնողները եւ սիստեմը գա չէ սիստեմը գա որ իրենք ասոր մեջ ծնան եւ ինքնաբերաբար ինչպես որ սիր վերջ այդպես էր հերախոս կար social media կար բնականաբար պիտի օգտագործեն եւ ադիգա պիտի սկսի իրենց վրա կոնտրոլ անելու եւ ադոր համար է որ մենք աս մարտահրավերները ունենք հիմա եւ ոչ թե որ միան նոր սերունդը երբ որ գսենք ուրի մեր զավակներն են այսօր համաշխարհային օրեն օրինակ 2025-ին Harvard Business School-ը մեծ սերտողություն մըրավ այն հաստատությունները որոնք 20000-ին վեր պաշտոնյաներ ունին գիտես անոնց HR human resources ղեկավարները կան եւ learning and development այսինքն այդ պատասխանատուները կամ ղեկավարները հաստատություններու մեջ որ իրենց բարդականությունն է միշտ մարզեն Բաշտոնյաները որ իրենց ասենք թե ավելի լավ ղեկավարը լան, ավելի լավ վաճառողը լան, գիտես յուրաքանչյուր հաստատություն ունի այդ department-ը ասենք։ Եվ անդրադարձան որ նոր սերունդի երիտասարդները որ աշխատին, նախ ադոնց turnover գսենք ասոր, այսինքն բաշտոնյա գլան շատ արագ դուրս կուքան Ոչ թե որ ասենք թե մեր դարիքին բես մարդոց բես որ մենք գմտնենք 3 տարի, 4 տարի, 5 տարի, 10 տարի, 15 տարի գրնանք նույն հաստատության մեջ աշխատիլ չէ։ Իրենց այդ համբերությունը որ մդան լավ 2 ամիս, 3 ամիս, 4 ամիս աշխատեցան, բայց որքան պիտի հարաճ դիմեն, ամսականը երբ պիտի ավելնա, աս հարցերը որ իրենք սկսան անդրադառնալու անցը գսե որ լավ վերջ ես պիտի ցկեմ աս հաստատությունը պիտի երթամ ուրիշ տեղ պիտի աշխատիմ so անդրադարձան որ այդ մեծ turnover-ը որ դեղի ունենա որ հաստատություններում մեջ բոլորը նոր սերունդ են մարդիկ էին որոնք համբերություն չունին այդ երկար ժամանակը դրամատրելու որբեսի գամած քայլ առ քայլ հասնին ասենք թե իրենց նպատակներուն եւ բնականաբար իրենց ամսականները օրինակ եթե $800 պիտի էլ ասենք որովհետեւ իրենք նոր աշխատող են իր մտքով պետք է at $800 6 ամսվա մեջ կամ 1 տարվա մեջ չեմ գիտեր հանգարց անգամ 2 պետք է լավ անդրադարձամ որ արդյոք իրենք են սխալը կամ at բացությունը որ ասիր որով հետև իրենց ուղղություն ցույց տվող չգար որովհետև իրենք ինչին վրա մեծան իրենք մեծան աս հերախոսին վրա social media-ին վրա influencer-ներուն ասեցությունը իրենց վրա իրենց գարձես համոզվեցան որ հա շատ թյուրին է ես ինֆլուենսերը լամ ասկայն տրամն եմ կամ YouTube-ի վրա ասենք թե բլոգերը լամ եւ փոխանակ ես դարիներ պիտի աշխատիմ որբեսի դեղը հասնիմ աս հաստատության մեջ ես կրնամ 1 տարվա մեջ հանգարց միլիոններով թիդողը լա ինձի եւ ես կրնամ տրամ շահիլ բայց ով եկավ ասոնց միտքը սրբակրեց ով եկավ իրենց ներկայացուց եւ ասավ որ ոչ այդպես չէ ասի իրականություն չէ, ասիկա քու դեսածը դե, բայց ուր է իրականությունը ասոր մեջ, ով իրենց ասավ, ով բացատրեց, ով դաստիարակեց։
Սնույն մարդիկն են այս բարակային եւ գնկադես որ փոփոխության մեջ իրենք ալ գործը, այսինքն ծնողներն ալ գործված են դերմը, այսինքն իրենք ալ չեն գիտեր, մենք կսենք որ զավակները ընդհանրապես կապանով չեն կար, չէ, ուղղության դեդրագով քիրքով չեն կար, որ դու գիտնաս ասպես պիտի ինես, բայց դերմը, այսինքն որովհետեւ բացությունը երթալով աստիճանաբար բարձրացավ, շատացավ բացությունը իրենք ալ դերմը չեն գիտեր ինչպես պիտի դասալագեն ճիշտ է դիգավոր համամի դեմ հետդ որովհետեւ մանավանդ երբ որ ծնողներ կան օրինակ ես անցնամ կճանչնամ գսեն հասմիկ լավ տասարանի մեջ 20 հոգի են ես ասենք թե իմ զավակից գարքիլեմ գոր հերախոսը կամ դակավին 12 տարեկան է իրեն հերախոս ասենք թե չեմ դված ցերկը բայց 18 հոգին ունի հերախոս լավ ասալ իրենց համար մարդահրավեր մնա չէ ծնողքին համար չի գիտեր գոր ինչ պիտի անե բայց հորի հոս մենք մեզ մեր յուրաքանչյուրը որպես ասենք թե ուսուցիչ որպես մեկը որ իր ասենք թե community-ին իր միջավայրին նվիրված է դարբեր ծևեր կան ագումբները ծնող կա ասոնք պետք է հadoop ծրակիրը լա որ մենք տասի արագենք ասերունտը ոչ թե որ ասկե հերացնենք իրենց մենք չենք կրնար ասկե հերացնել իրենց բայց տասի արագենք շատ կարևոր գեդեր նախ օրինակ հարց ունենք գետրոնացումի չէ որովհետեւ ովևէ մեկ վիդեոմը որ պիտի դիտեն արդեն անանց 32 վարյան առավելակույնը եթե շատ հետաքրքրական է գես վարյան այո լավ գես ոչ մեկ իրենց ուղեղը մարզված է հիմա մեկ վարյանեն ավելի արդեն չեն կրնար գետրոնանալ լավ մենք իրենց փոխանակ հարկանքս մեր ակադեմիկ ասենք թե գրթական համակարգին լավ օքեյ բիցորվինք տակավին ֆախրդինի ինչ եղած է լավ բայց հիմա ատկեց ես իմ կովս ասի շատ ավելի կարևոր է երբ որ պիտի սորվեցնենք իրենց ինչպես իրենց գետրոնացումը ավելի զորացնեն ինչ որ իրենց գխանկարե գոր ինչպես իրենք հոն կարենան կոնտրոլնել ինչպես սորվեցնեմ իրենց ժամանակը բաժնել time management ասոնք եթե մեր դբրոցները ներս ագումբները ներս մեր դուները ներս եթե մենք ասոնք ոչ թե դարին մեկ հուրի մենք ինչ կլա երբեմն չէ դարին մեկը ասենք թե գհրավիրվինք գերտանք գխոսինք ասնյութի մասին աշակերտները գահավաքվին լավ շատ հետաքրքրությամբ մդիկ կնեն եւ վերջ բայց գրնանք մենք մեգումը ասենք թե բակմություն սորվեցնել կամ տվապանություն սորվեցնել դարին մեկ 45 վարյանվա մեջ չէ ինչ 45 վարյան լավ 45 վարյանը դարին մեկ կամ դարին 2 անգամ կամ 3 անգամ կամ 4 անգամ դբրոցները ասենք թե դարին 4 անգամը at բզդիգին արորիայի մեջ ինչ պիտի փոխե Պամը պիտի չփոխե, բարսապես պամը մդիկ պիտի ենե եւ վերջ եւ երբեմն դեր բաժված գուկան չէ, այսինքն ստիպված են քալու, նստելու, մդիգնելու թունքի դես արդեն որ իրենք շատ հետաքրքրված չեն։ Ադորամար այդ հետաքրքրությունը նախ պետք է ստեղծվի, որբեսի իրենք հետաքրքրված լան այս նյութով եւ ասի ինչը պիտի օգնե իրենց, որբեսի հասկանան ինչպես ասիգա պիտի օգտագործեն, որովհետեւ հերացնելը ասկի անկարելի բան մնա։ Ասիգա պիտի մնա, բայց պիտի հավասարակշռության դարի մենք կխոսենք բզդիկներու մասին նոր սերունդի մասին, մենք ալինեցվել եմ օլի դարձարենք այս կորձիկներուն, բայց այսօր իբրև ծնողներ այո, ես կհավատամ որ գիտես նաև հասմիկ ամեն դուն իր օրենքները չունի, այսինքն ամեն դան մեջ օրինակ ծնողները կան որոնք կսեն որ ես 10 տարեկանին գուտամ, 10-ն առաջ չեմ դար Ուրիշ ծնողներ կսեն որ 12-ին 13-ին պիտի տամ, ամեն ծնող ազատ է ինչպես իր օրենքները կճշտե, բայց ես նաև ուրիշ բանի մը կհավատամ Դուն մգարույց պիտի ունենա, structure պիտի ունենա, ամեն դուն իր structure-ը ունենա, և դուն այդ structure-ի մեջ գրնաս երբեմն այսպես քիչ մը արնել, քիչ մը դալ, գիտես քիչ մը քաշել, քիչ մը ցկել, բայց նկատենք որ այսօրվան ընտանիքներու մեջ structure-ը գբաքսի, գարույցը գբաքսի Եվ երբ որ մենք մեր մանկության օրերուն մեզի ով սորվեց շնորհակալությունը սեր մեր ծնողները բնականաբար ով սա որ դուրը բանաս պիտի գնաս սպասես որ տարեցը քեզ մը առաջ դուրս ելլե կամ երբ որ ջաշես վերջացես ելածադեն բաբան վրա չեր բորա չես ինչ կսեն ձերքերը տալար մամա պիտի չսես օրինակի համար մեր բզդիկները այսօր գետրոնացումի խնդիր ունին ամեն տեսակ խնդիրներ ունին ես կհավատամ նաև որ գենցաղավարություն չեն գիտեր Այո հուրի Ես չեմ ասեր որ մեր օրերում բես ուսուցիչներս մտներ մենք ոտքի գելենք գրնալալ օրերը փոխվե ես համացայն չեմ հաստական կարծիքս է բայց գրնալալ դու համացան ես դու չել եմ ոտքի ազատ եք ադի չեմ ասել բայց դերմը գենցաղավարություն գարույց դիսցիպլին ասոնք բոլորը չես կարծեր որ նաև աստեցություն ունին որ այսօր մենք
չենք տեսներ այդ մզիկներունքով նվազագույն հարկանքը օրինակ օրիորդ հուրի ըսելու դիգին ըսելու կամ չեմ ասեմ ոտքի թողել լեյձի դեսնե կամ չեմ ասեմ պիտի սարի այդ բաները չեմ խոսիր բայց նվազագույնը հոգնագի խոսելու մարդոց հետ կամ քահանան հարկելու եկեղեցագանը հարկելու Ուրի պատասխանը շատ բարձ է Ձնողը այսօր որքան ժամանակ կդրամատրե գոր իր զավակներուն եւ այս զավակը որքանի ժամ հերախոսին վրան է եւ հերախոսին վրա ինչ գտիդե բարապ դագար ինֆլուենսերներու մարդոց որոնք սխալ տասյարակություն ունեն գոր լավ այս զավակը եթե 6-7 ժամ հերախոսին վրան է 6-7 ժամ տասյարակություն գարնե գոր չէ metaphorically գսեմ որ տասյարակություն այդ բլոգերը ինֆլուենսերը կարթոնզները որ գտիդեն այդ խոսակցությունները որ գա ցույց կուտա մեկի իր մամային հետ ինչպես կխոսի հորը հետ ինչպես կխոսի կամ աս մեյքափ նողները կամ աս դագնու վրայությունը որ գա 7 ժամ եք որ հերախոսին վրան է եւ եք որ ծնողքը վերջացավ յենտագիտագից մեջ ամենեն շատ եթե 10 վարյան կդրամատրե գոր կամ 5 ժամ կդրամատրե գոր որ իր զավակներուն հետ նստի դեր խոսի չեմ սեր գոր Գշիրկը այսինքն շատ հստակ է որ ասպզդիկը որքան տուն իրեն ասես բայց ինքը ուրիշ տասյարակություն կառնե որ ինքը գտեսնեգո որ ոչ դուրսը այդպես չէ ոչ ազատ է ամեն մարդ ես պետք է ազատ լամ ազատության խաղապարը չէ ես եթե ուզեմ գելեմ եթե չեմ ուզեր չեմ ելեր ով ասած է որ պետք է ոտքի գնամ ով ասած է որ ես քեզի դիգին պետք է ասեմ ով ասավ ուրեմն Պերջավորություն հավասարակշռություն չկա, որովհետև այդ ծնողքը որքան ժամանակ կդրամատրե գոր իր զավակին, նստին, խոսին, նույնիսկ խոսին աս մարդոց մասին։ Գիտես անցյալները հաստատության մեջ էի եւ աս նոր սերունդի մասին կխոսեինք գոր։ Սի որ օրինակ հիմա շատ մը երգիրներ անդրադարձան որ ասիգա շատ հոսանք մնե որ չենք գիտեր ասոր վերջը ուր բիդելա սկսան արկիլելու ասենք թե որ հատուկ օրենքներ դրին 14 տարեկանին վերբեք չէ social media-ի ասենք թե account ունենա եւ այլն խապեգ ունենա պամաչոս բայց դες օրինակ Դուբայը ինչ օրենք հանեց United Arab Emirates միան Դուբայը չէ խստություն դրա ոչ թե 14-15 տարեկանին վրա ինֆլուենսերներուն վրա եկավ սա որ եթե տուն կառավարական լայսենս չունիս պիտի հասկանամ տուն ով ես ինչ տեսակ վիդեոներ պիտի ունես Չէ, եթե դու իսկապես live code չես կրնար յանքի մասին գարձիկ տալ, չէ? Անշուշտ, ադիգա ամենավտանգավոր բաժինն է արդեն, ադի շատ վտանգավոր է։ Այո, երեգորվա մեջ, այո։ Ինչ եղավ հուրի, ուր երավ երխստությունը, դες ինչ խելացի գարավարությունը, ինչ խելացի կայլմա արավ, ըսա որ Ոևը մեկ account, որովհետև իրենք technology IP address-ն գրնան գիտնալ աս account-ը ով է։ Դու եթե license չունիս Տուն արկիլված է այդ վիդեոները չես կրնար տնել, դες ինք ինչպես հագարակ մտածեց, սա որ ասերունցին լավ 14 տարեկան է գրնա մորը երախոսեն երտալև տիդել, հարցը հարցը աս վիդեոներն են, հարցը աս սխալ տասյարակությունն է, հոմ պետք է խստությունը լա օրենքներ տրվի, որովհետև ինչպես որսիր ահրելի է ինչ որ գտեսնենք կոր խրադները որ գդրվի գոր այսինքն երբեմն ես գսեմ եթե դեր եւ դիգին մեկ հատ հարցը ունին եւ հանկարծ աս վիդեոն դիտեցին հաջորդ օրը արդեն ամուսալուծման չէ ինչու որովհետեւ at ազատության խաղապարը at Գարձես այսինքն աս անցը ով է ինքը նույնիսկ եթե բժիշկ է նույնիսկ եթե 5 հատ PhD ունի դու իրավունք չունիս մեգումը ասելու որ Եթե այդպես հրավ, այդպես պիտի ընես, ոչ մեկ անց իրավասություն ունի ասիգա ընելու, ադորա մար կոնտրոլը պետք է լա ով են աս մարդիկը որ գելեն և գխոսին գոր, այո ասիգա հիմա շատ մեծ ձրակիրմ եղավ, կարավարական եղավ, մենք արդեն շատ դարբեր հարցեր ունինք ուրի, բայց ասելիքս որ աս մարդիկը որ գան որ սխալ մարդիկ են, Ես հաջող կսեմ, լավ, մենք կտասյարագեն գսենք թե մեր դբրոցները ներս ակումբները մեզ, մարդոց մասին, որոնք շատ լավ գործեր կատարած են, հաջողած են, որպեսզի մենք իրենց մեզ օրվենք։ Ինչու ոչ, աս մարդոց օրինակ գնահատենք, եւ ասենք, որ աս մարդը, որ աս տեսակի վիդեոները գնեգոր, որ աս երդասարտությունը գտիդե գոր չէ, լավ, կանք աս մարդուն մասին խոսենք։ Որ աս մարդը աս արակ ցևով որ հաջողություն գտնե գոր TikTok-ը իրեն դրամ գուդագոր որքան պիտի կոյադևե աս անցը ինչ տեսակ մարդ կրնա ըլլալ 5 տարի հետո ինչպես պիտի տեսնենք իրեն ինչու համար մենք միանոց մարդոց վրա կգետրոնանանք որ շատ լավ մարդիկ են բայց նաև ես քեզի փաստելու համար որ ասի լավ է եւ ասի լավ չէ ես քեզի երկու հատին օրինակը պետք է դամ փաստ պետք է դամ քեզի պետք է ասոր մասին զրուցենք որ ասիգա կոյադևություն չգա ասոր մեջ ասմարտուն ուղեղը սահմանապակ է ասմարտը
ասկայն երիտասարդներու գահասնի որ բարձաբես որ ինքը թրամ շահի այսինքն ասոր վրա է պետք է գետրոնանանք սխալին վրան է պետք է գետրոնանանք եւ ոչ թե միան մարդիկ որոնք հաջողած են ասենք թե ովևէ մեկ ասպարեզի մեջ ադոնց վրա գետրոնանանք կամ բաթմության վրա գետրոնանանք եւ մեզի խանգարողին վրա չգետրոնանանք եւ օրինակներ չդանք ադոր մասին Լավ, ինչ է գարցիկդ տուն ուր գծես սահմանը, այսինքն հին սերունդի, նոր սերունդի միջև եղած սովորությունները, որոնք կանտվեցան հիմա եւ ամբողջությամբ նորը։ Այսինքն քչարած որ գխոսեինք գենցաղավարական օրենքներու մասին, որոնք փոխվեցան։ Ուր է քու գարցիկդ ասպոլո ասոր մեջ։ Ես կգարձեմ հոս նորեն կվերաթարնում ամենամեծ պատասխանատվությունը ծնողքին պատասխանատվությունն է։ Այո, գարձես որ պետք է, այսինքն բաժինը պետք է բահեինք, թե ոչ ամբողջությամբ ելանք հիմա այդ բոլորեն կգարձես որ հիմա այդ ազատության մեջ որովհետև երբեմն նորեն TikTok-ի վրա վիդեոները որ գտիդես դերմը կբարձանաս օրինակի համար ձերգին մի եկավ եւ դու նստած ես եւ մարդիկ կչղայնանան քեզի գսեն որ ասերունը չի գիտե որ եթե դարեց մի ելավ ինքը պետք է դեղը դա եթե մեկը չէ սորվեցած իրեն մի չի գիտնա ուր գեբի դիկնա գամ եթե սորվեցուցած է հուրի օրինակով չէ սորվեցուցած եթե գամա իր դրամապանությամբ որ լավ ես եկա քեզ մե առաջ եւ ես նստեցա ուրեմն բաժարին չենք վերադարձած որ այդ գինը երբ որ եկավ մենք ինչու համար պետք է իրեն այդ դեղը ապահովենք նորեն այսինքն այդ ժամանակը որ չենք դարգոր մեր զավակներուն այս զավակը ինչին վրա գմեցնագոր իր այդ ուղեղը ինչպես կզարկանագոր աս ինֆլուենսները ով որեն որ մեծամասնությունը այսինքն բարապտագար չսեմ բայց բարապտագար են այսինքն չի կրնարել բաներ որ գելեն գխոսին որ բախմը գգենաս որ չի կրնարել մեգա այսպիսի բամը գխոսի գոր եւ ասկայն իրեն կամ մեկը որ գելը միան գբարեգոր ասենք թե անսլորը բուկլաբի մեջ է եւ ասնյութը դեղի գունենար գոր բախմը երևագայի հուրի եթե թուն գդեսնես որ մեկը իր անջորնի վիճակով ելած է եւ գբարեգոր եւ ասենք թե ատքան թրամ գշայգոր եւ աս աշակերտը որ ասենք թե այնքան կյանքի մեջ ատբանը չունի եւ դու պիտի ամոզես իրեն ուսում առնե որ քանի դարի պիտի աշխատի չեմ գիտեր դեր վստահ պատասխանը չեմ գտնար դալ իրեն որ քանի դարի հետ կթուն գրնաս աստեսագի մուտքը ունենալ ամսական լավ հիմա ասիգա եկոր ինչպես պիտի ասիգա տուն բացադրես դες պաշտպանեմ ես ավակս ասոնցմը միակ բանը պաշտպանել բացադրելով է որ դες աս մարդը կյանքի մեջ ընելիք չունի եւ որքան ասի գրնա ելելով բարել մեկ դարի ելավ բարեց երկու դարի ելավ բարեց ով պիտի դիտի այլևս աս իր բարելուն այսինքն քիչ մը պիտի նստենք պիտի խորանանք աս case-ը պիտի առնենք պիտենք լավ տուն աս բարողին մասին կխոսի սկոր որ ասկայն թրամ ասկայն ինքամ մուտք ունի ամիսը լավ իրավունք ունիս տուն շատ պիտի աշխատիս պիտի զարկանաս որ հոն հասնիս բայց մենք քիչ մը պիտի իրեն սորվեցնենք քիչ մը հերուն տեսնեն ասիկա քանի դարի աս բարելուն մեջ գրնա մնալաս հերախոսին արչև երբ որ փորձ այսինքն ոչ թե բարողները սխալ են մարդիկ կան բարի տասնտած կուդան ես բնավ թեմ չեմ ադոր բայց գսեմ որ այդ մարդիկ որ ընելիք չունին իրենց կյանքի մեջ եւ հանգարց անդրադարձան որ TikTok եթե ելեն եւ ասցևերը ունեն հանգարց կրնա մուտք ունենալ ամսական ասմիկ դերմը նաեւ բարոյական խնդիրներու այո այսինքն երբ որ TikTok-ի վրա վիդեո կդեսնես երիտասարդուհի միասին գաբրին եւ մենք մեր օրինակի համար մեր ծնողները մեզի գսեին պետք է զույգ մի եթե միասին ապրի պետք է բսակված լան եկեղեցի պետք է կացած լան եւ ընտանիք կազմեն եւ այդ կզավակ ունենան այդ բոլոր ավանդական մեր ասենք մենք ինչ որ սորվեր ենք ավանդական սկզբունքները անոնք որոնք մեր բարոյական կյանքին հիմնական քարերն հիմնական գեդերն են ասոնք բոլորը այլևս կանտված են որովհետեւ ինքը կդեսնե որ այսօր որևէ երիտասարդ ամեն մարդ ազատ է չեմ այո այսինքն երիտասարդուի միասին գաբրին եւ ամեն օր վիդեո կպատրաստեն ինքը ամեն օր իչքիտնամ սեղանի վրա բի դելեգացիան բի դիչեցնե ջաշ բի դեպե ընկերը բի ուրախանա նույնը արդյոք խոսենք դա պրոմպոզել ինչ աս պրոմպոզելի բաղմությունը $3-4,000 ծախսել բայտուցիկներն է որպես իսը որ քեզ հետս պրոմի գերտաս խրախճանքի մենք բոնժիսով եւ ուրեր նուգային գատոյով գնացնենք մեր պրոմը չեմ ասել որ այդպես պետք է այո չեմ ասել որ այդ օրերում պիտի կամ ինչ որ էր նույնը ես գահավատամ որ պիտի բարեփոխվի ցանկը պիտի զարգանա բայց կացին կասմիկ մեկ ծառայողություն է մյուս ծառայողություն եւ շատ արագ կացին այո եւ դժբախտաբար շատ սխալ զարգացում է այսինքն մանավանդ աս պրոմի պատմությունը հիմա կալով առաջին հարցումից չենք կրնար մենք այլևս թիմատրել մեր զավակները հուրի այսինքն եթե ես զավակ ունիմ երդասարդ է եւ ասենք թե չեմ գիտեր ընկերուին հետ պիտի ապրի գրնալալ
Եթե ես խելացի ծնող պիտի ըլլամ գամ պիտի վիճապանիմ իմ զավակիս հետ, չէ, գամ լավ պիտի հասկանամ, որ անցը հիմա այսպես է միջավայրը։ Հիմա գրնալ դեր մեր զավակներուն ադի չի բադահի, որովհետև մեր զավակները դեր մեզ մե արած են at ավանդությունները, at ասենք թե մեր արժեքները, բայց արդյոք ինքը իր զավակին հետ որքան պիտի գարենա մեր ասին ավանդությունները իրական կյանքի մեջ։ Գրնա չէ ծնողը ասել որ օրինակ եմ, այո, օրերը փոխվեցան, բայց ես սկիզբեն եթե իրեն այդ արժեքները դամ սորվեցնեմ մանկութենեն, ոչ թե ասեմ որ իրեն երբ որ մեծնաս ասա պիտի չնես երբ որ ադոր մասին չեմ խոսին, ադոք իմաստ չունեն այդ խոսքերը։ Լավ, գուրի քեզ ուրիշ օրինակ մտամ։ Ասկետ 100 տարի առաջ։ Երբ որ ասենք թե գահավաքվեին, նույնիսկ մենք մեր միջավայրին մեջը միշտ ասենք թե արժեքը գդրվեր դղամարդուն, չէ, գինը խոսք չունի, գինը պետք է հոն նստի, գինը, չէ։ Այո։ Հիմա անդիկա ընդունելի է, եթե бид երտանք մեր ավանդություններուն։ Չենք մեզի մեր սերունդ անդիկա չընդունիր։ Փոփոխությունը գա միշտ։ Այո։ Այսինքն մենք քիչ մը պիտի համագերբենք, որ նվազագույն վնասով դուրս գանք։ Ճիշտ, ադոր համար գսեմ, իրական ճիշտ զնող իր ընտանիք իր արժեքներու հիման վրա իբրև դա երբեմն գիտես դերի եւ դիգին գբսակվին գմորնան որ հարսնիկի գիտես խոսին կաժ նոր սերունդը ջերմակակուստի Instagram-ի վիդեոն TikTok-ի վիդեոները հանգարց զավակ կունենան 2 տարի վերջ եւ դաստիարակության մեջ կդեսես որ թեմ լավ ասպալեր չխոսեցակ իրարու հետ սկիզբեն բիդի ինչու այո սպաղած են վիդեոներ նկար հոսե խնդիրը այսինքն երբ որ ծնողներ երկուքով նստին եւ սկիզբեն ասեմ որ մենք մեր զավակը այս արժեքներով պիտի դաստիարակենք դեղ այո ասե որ բնավ դժվարության չանտի անշուշտ դժվարության անտի որ օրը կփոխվի գորգյանքը եւ շատ արագ ինչպես որ էսի բայց դեղը երկուքով որ ամուր այսպես հիմերու վրա տնեք այդ ընտանիքը նաեւ աղջիկը կամ դղան բադանին բարմանուին պիտի հասկանա որ մաման բաբան այսպես կսեն բայց իմ դրամապանությունս ասի կսե այսինքն հավասարակշռություն դեղը գտնելը նաեւ ընտանիքի բոլոր անդամներուն պատասխանատվությունը չէ անշուշտ բոլորը պատասխանատու են հոս նույնիսկ ծնողները հուրի անոնք որոնք դակավին ասենք թե գուզեն իրենց ավանդությունները բահել եւ ասենք թե իրենց զավակը օրինակ կդեսնե որ չէ ես գուզեմ ազատ լալ գուզեմ ընկերունել ընկերություն ունենալ երթալ կալ կամ սուտ պիտի խոսի չէ պիտի բահե այո երկրորդ հավանականությունը օրական վիճապանություն գա չէ լավ երկուքնալ շատ ժխտական միջավայր կստեղծեն դան մեջ այսինքն այսօր երբ որ զավակը սուտ պիտի խոսի պիտի սա խոսե որպես ինքը իր կյանքը իր ուզածին բեսաբրի բայց իբրև թե ես իմ աչքովս չեմ տեսներ որ ադիկա նորեն ասես ինչ տեսակ ծնող կեմ ասել թե որ ես ընկեր չեմ իմ զավակներուս հետ այո ադոր համար շատ կարևոր է ծնողները չսեմ ծնողները պետք է դասյարակվին բայց շատ բնական բան է ես ալեք որ 20 տարի 21 տարեկանից ցերկս բեբեկ մը գա լավ մամա չամեգը սեմյուսը պամեգը գմն տուն տարբեր մտածելակերպունից ադոր համար ծնողքը պետք է ինքը նա հասկանա ինչ տեսակ կուզե իր զավակը դասյարակել եւ հասկանա որ ասիգա դեղը չէ որ դարիք մի եթե հասնի զավակը թոնգը վերջանակ ու բարդականությունը ասիգա բան է հարադեվ համացայնություն մնե մեր միջավայրին ամերիկա 18 տարեկան լատուրը կփանան դուրս կտնեն իրենց զավակը չեմ ասել որ ադի սխալ է ես դեղը ադոր ավելի համացայն եմ կան ասոր ավելի նավստահ գլա բայց ասելիք որ մեր միջավայրի մեջ այդպես չէ այո դες օրինակ նա ինչ լավ օրինակ է եթե հոս այդպիսի բամը պիտի բադահի օրինակ 18-ին չէ հանգարց հիմա ես գտեսնեմ հիմա ես մարդիկ որ գսեն 24-25 տարեկանեն համալսարանը ավարտեցին եւ գաշխատին գսեն համբերություն չունիմ ծնողքիս հետ ապրելու դա դու գվարցի առանցին լավ հոս մայրը հայրը քիչ մտեր գացված սիրացիները ինչ պիտեսեն հոգկուրդը ինչ պիտեսե մոկկուրդը ինչ պիտեսե այո ինչ եղավ հիմա անցը կաչությունը ուներ եւ երավ լավ ադոր ընկերնա եթե գուզեր գոր ընել պիտի տեսնե որ օքեյ նայր օրինակ ինչ գիտնամ հուրին երավ լավ Անտոնին արավ լավ ես ուրեմն գրնամ ընել այսպես է որ նոր գսկսի այդ նոր սովորությունները մեր շրջաբադի մեջ այսպես մեջտեղ գալու գրնանք թիմատրել արդյոք դեղ մգուկա որ երբեմն ծնողները գսեն կամ զավակս պիտի գործընծնեմ հարաբերությունները պիտի գնա կամ ալ պիտի համագերբիմ ամենեն լավ ցևով այսինքն զավակես չհրաժարիմ եւ երթանք կանք իրար դեսնենք հարցը մեր գլուխեն շատ ավելի մեծ հարց մնե մենք պետք է վերադառնանք ադորամար որքան կրնանք փոքր դարիքեն աս հերախոսները նախ եթե գտիդեն գոր ինչ գտիդեն գոր աս ինչ գտիդեն գորը շատ կարեւոր է հադուկ մանուկներու հայտակիրներ կան հուրի եթե բահմը մդիկ ընես ինչ կսեն գոր
խելքը դասանք մեկ վարյան կգենա որ գրնա ըլլալ որ բզիկներ կան ասի գլսեն գոր բայց ինքը շատ գեղեցիկ քարտունս պատրաստված է շնիկներով գադուներով բայց եթե մդի գնես ինչ գսեն գոր անոնք եւ աս մայրը ասենք թե որ հերախոսը զավագին ցերքն է անիկա ժամերով գտիդե գոր բայց շատ սխալ բաներ գսորվի գոր դան տասյարակության մասին հորը մորը հարաբերության մասին քույր եղբայր իրարու հետ ինչպես պիտի խոսին at հոսանքը գա չէ որոնց մասին ինքը այժմ դեղեցություն չունի եւ պետք չէ ալունենա վերջը պետք է ունենա լավ ասի վդանք է չէ լավ հոս ուր է մաման ուր է հայրը երկրորդը երբ որ գտեսնենք երեխաներ առանց աս հերախոսին ճաշ չեն գրնար ուդել լավ նորեն ասիգա ինչ կապ ունի հիմա սոցիալ մեդիան օրեն որովհետեւ դու երբ որ աշխատած հատը պիտի ճաշ կերցնես եւ գուլա տերացայինը գտնես իր դիմացի 2 ամսու 3 ամսու բզդիգին հերացայինին դիդելով անշուշտ վերջը մեծ եւ վերջը գզարման այդ հերացայինը ցերկեն վարչարն է լավ ով դվա հերացային ցերկեն so ուրեմն ասի համակարգի հարց չէ այլևս չէ ասիգա պատասխանատվության հարց է ծնողն է որ ասիգա կաչալեր է որ մինչեւ որ դեղը հասնի հատ 14-15 տարեկան աս ինֆլուենսերները, աս բլոգերները, որ ուղեղին մեջ օրական այսօր մարդիկ կան, գիտես որքան իրենց mental health-ը, մտային առողջությունը որքան դեպի ԵԴՎ, որովհետև աս տեսակի հարցեր կան։ Մտայիներու մասին չէ խոսքը։ Բոլորս։ Այո։ Բոլորս վտանգված են։ Որովհետև գարձես ասիգա մեր ինչս է մեր ցանկի ճապանիշն է գարձես աս անցը կամ ով որ գտիդենք որ at փախտadությունը ինքը այսպես երավ ես այդպես չերի այսօր չեմ ըներ ենթակիտագից կնե որովհետև ուղեղը ինչ է որ է անշուշտ ուղեղը գտեսնե գնագարե գարնետ ու հետո գտեսես որ ես սկսել եմ ասոց պես մտածել ինչ բայց ես անանք չէի հա դիտես ներսը գմտնե եւ հուրի ասիգա եղած է փախուստի ջամպա այսինքն դու որքան հոգ ունիս մեզ մեկը չեմ գարձել մարդկ աշխարհի վրա որ մտահոգություն չունի չէ բոլորս ունենք մտահոգություններ պատասխանատվություններ ունենք երբ որ դու ասի ցերկդ գարնես եւ ժամերով ասիկա քեզի արիթմն է որ դու հերանաս քու մտածումներդ 2 ժամ 3 ժամ ասոր վրա ես վերջ այլևս իմ ուղեղս ինչ եղավ սարեցավ իմ ուղեղս այլևս կարողություն չունի նստելու հիմա մտածելու ինչ պիտի ընեմ ինչ պիտի չնեմ ադոր համար գսեմ որ գվերաթարնամ որ աստեսագի տասընթացքները մեր աշակերտներուն պետք է շապատական դրվի ինչպես քու ժամանակդ բաժնես ինչպես օգտագործես քու ժամանակդ ինչպես քու սկացումներդ եթե ինչ գսկաս ադիգա ինչպես հանդարտեցնես emotional regulation-ը emotional intelligence կամ ասենք թե ինչպես մեր գետրոնացումը պետք է ավելի սուր լավ ասոնք մենք ինչու պիտի չի սորվեցնենք երբ որ հիմա ունենք ասենք թե tools-երը ասենք որ գան գոյություն ունին զենքերը ինչու պիտի չի սորվեցնենք ինչու համար Դագավին պիտի սորվինք 150-200 տարի առաջ ինչ եղել է եւ նիշ կա դոր վրա ստիպված մեկը պիտի սորվի չեմ ասեր որ թող չի սորվի ադի սորվի բայց ադի մենք չենք կրնար որոշել որովհետեւ կառավարական ասենք թե ծրագիրը վերջ պիտի սորվինք բայց դարին 2 3 4 անգամով հարց չենք կրնար լուծել ասիկա շապատական աշխատանք պետք է լա եւ Տասարանի մտնոլորդը պետք չէ լա որովհետեւ աշակերտը պետք է սկա որ ասիկա նյութմն է որ ինքը ազատորեն գրնա ինքզինքը արդահայտել գրնա ինքն իր հարցերուն մասին խոսիլ Ատորամար ծրագիր գուզե հուրի ասիգա աշխատանք է ծրագիրը ճիշտ ծավով պետք է տրվի որբեսի այսպես ուղիղ կալե եթե 20-ին 30-ար 100-ը գրցանք ասենք թե at հարցերեն այսպես հերանալ գկարձեմ որ արդեն շատ լավ percentage մնեմ Այսօր երեսեն նաև օդար պարկերու գհետևինք, օդար սովորություններու եւ օդար սովորությունները ես չեմ խոսել միան պրոմպոզելի բես, գամ պրոպոզ Երանի այդպես ադոնք դեր անվնաս կհամարեմ ես, շատ ավելի վատը գա, բարոյական խնդիրներու մեջ, դաստիարակության որ դաստիարակությունը որ ծնողքդ քեզի բամը սորվեցուցած է եւ այդ ուղությամբ դու գկալես կյանքի արժեքներդ գիտես, աս վերացայինի վրա դու բաներ գտեսնես որ գմտածես եւ ես հիմա ականջով ասի շրջապատից մեջ կլսեմ բադանիներու մասին բաներ որոնք հիմա եթե լսեմ գգարմրիմ ատքան եւ իրենք բադանեգան դարիքի ես հասուն դարիքի եմ ատբաներու մասին այսինքն օրին չեմ մտածած կամ չէի գիտեր հիմա կհասկանամ որ փոխված է չեմ ասել որ պիտի փոխվենք պիտի զարգանանք ցավը լավը չենք զարգանալու բայց հարցը ունի որ ամեն ինչ որ մեզի հետ գապ չունի եւ մանավանդ գիտես աս խնդիրը մեզի համար միշտ ինչ կսենք Եթե ընդհանրապես լիբանանցին համար դժվար է, լիբանանահայուն գրկնակի։ Սպյուրքը հայը ինչ կնե, ով ինչ կնե, ամեն ինչ աշխարհի մեջ ինչ դժվար է, մեկ հատ դժվար է։ Սպյուրքը հայուն համար գրկնակի դժվար։ Այո։
միշտ դաբլ է Համամիտ եմ միշտ գրգնակի է այսինքն այսօր այդ օդար парքերու մեջ ծնողները որպես իրենց ծավալներու մոդելան գզիչինք մեր սկզբունքներեն մեր ավանդություններեն մեր սովորություններեն եւ գեհդեվինք տրենդի լավ որ վիճոն գտիդե գտարցնե ինքը քեզի ժամանակ ունի մտի գնելու քեզի բիդի ճուզա մտի գնել դեղ մնաև work ethics-ին բիտ հաստեգ ուզեմ հոն հասնել այո այսօր մենք խնդիր ունենք լուրջ ուսումնասիրություն կա ես չեմ սողը այս սերունդ work ethic չունի բայց հուրին այր քեզի օրինակ մտամ երևակայ այսօր խոսենք մեգումը մասին այսօր դեսանցիալ լորը սոցիալ մեդիայի վրա այսպես մեծ բասմն է վարտակույն եւ հանգարց եթե թռները բացվին ներսը բզիկ աղջիկներու հadouk ասենք թե թեմքի հոգադարություն այո շարժողական սպայ բզիկից տարետարցը ես պիտի դոնեմ այդպես լավ ասպեսիգը 5-6 տարեկան է չէ իր ընկերուհիներուն հետ հավաքվեցան եւ ասմիջավայրին մեջ մտան հաջորդ տարին ուրիշ տեսակ դարետարց հաջորդ տարին ուրիշ բամը հետևին գաս երեխային մեծավ հանգարց 16 տարեկան եղավ 18 եղավ դարետարցը որ չեմ գիտեր գրնալ չեմ գիտեր ձաղիկները սեղաններուն այդ զարդարանքը եւ այլն բայտուցիկներ լավ աս աղջկան ինչը գկոհացնե այլևս իր կյանքին մեջ ասաղջիկը երբ որ կամ աղջիկը կամ դղան իմ աղջկան օրինակը դվին որովհետեւ բասին մասին խոսեցանք բավական հետաքրքրական էր ինձ համար լավ մենք ասաղջիկը մեծավ ինչը պիտի կոհացնե իրեն ինչը գրնա կոհացնել արդյոք պիտի կոհանա ցանոթանալու երիտասարդին որ դակավին կյանքը նոր գհիմնե գոր չէ ավարտած է իր համալսարանը ընտանիքը գրնալալ հարուստ չեն միջակ տասագարկեն հազիվ գրնա ինքզինքը գարավարել բայց շատ ասենք թե երիտասարդ մնե որ գցկդի իր կյանքի մեջ երազներ ունի գրնա կոհացնել ասաղջիկան ոչ անգարելի է երբ որ ասաղջիկը իր դարետարցը իրեն համար արդեն շատ մեծ բան է ասենք թե լավ ասդղան չի գրնար իրեն կոհացնել չէ դες ինչպես արդեն գանչադվին որ իրար մե լավ ասաղջիկը պիտի գտնե մեկը որ իր բահանջքները կոհացնե լավ ասոր զավակները ինչպես պիտի ըլլան լավ դեսարին չկլագոր այսինքն մենք գվարժեցնենք որ մեր զավակներուն որ գարձես աս բոլորը շոշափելի է աս բոլորը թում պետք է ունենաս թում պետք է բրենդ հակվիս թում եթե բրենդ չհակար այսինքն չի գրնար ըլլալ Skincare պետք է անես, այսօր 10 տարեկան աղջիկները skincare գնեն։ Մեր մտքերը չեն աջիր, մենք մեր զավակներուն միտքը չաջիր գոր եւ հոս շատ նորեն գուզեմ շեշտել, նույնիսկ եթե իմ զավակս համալսարանական է, բայց ես իրեն ցանկի տասյարակություն չեմ դար գոր, նորեն իր միտքը պիտի չաջի at emotional intelligence պիտի չունենա իր շրջապատի, պիտի չի գիտնա հարկել ուրիշին, պիտի չի սորվի ինչպես պետք է վարվի ուրիշ մարդոց այդ վաղը եթե հաստատության մեջ աշխատեցավ եւ ղեկավարը իր մեծ է դարիքով, նույնիսկ եթե ղեկավարը սխալ բան ասավ, չի գիտեր ինքը ինչպես պիտի վարվի ադորետ, որովհետեւ ինքը այնպես կյանք մաբրեցավ, որ իր դարետարցը իրեն համար արդեն աշխարհի ամենեն կարևոր օրն է։ Դες հոսլավ ով է պատասխանատուն at ասենք թե at բասին դերն է գամ ես որպես մայր ես իմ զավակս դարետարցը այդպես կդոնեմ գոր ով է հոս հիմա մեկը թող պատասխանե ինձ հոս ով է պատասխանատուն դիմենջին ինչ կսենք բահանջք երբ որ բահանջքը գստեղծվի գոր աստեսագի օրինակները պիտի շատնան հիմա այսօր վարտակույն բասե վաղը գաբույտ բաս կլա ուրիշ բան մգլա չէ ինչու կանի որ բահանջքը գստեղծեն գոր ասի pure marketing է բահանջքը ստեղծեցին ժողովուրդը սիրեց ասիգա demand supply այո գսկսի ասիգա վաճառելու բայց ով է ասոր ով գվճարե գոր ասոր ծնող ժողովուրդը մենք վճարենք գոր մեր զավակներուն մտքերը գվճարեն գոր մեր զավակներն են իսկական վճարողը մեր զավակներն են մենք դրամը գուտանք գոր բայց մեր զավակներն են վճարող ասիգա ադոր համար ինչ որ բիտնենք մեր զավակներուն ես ածնող կեմ ես ագուզեմ զավակս ուրախանա բայց մեկ կտ նայենք որ ես ինչ գնեմ գոր իրեն աս ուրախացնելը ինչ է ինչս էլ է ուրախանա քիչ մը հերուն տեսնենք 5 տարի հետո 10 տարի հետո 15 տարի դերո ասիկա վաղը ինքը նա հայր պիտի ելա ինքը պատասխանատու պիտի ելա իր միջավայրին մեջը իր ասենք թե որպես մարդ որպես հայ եթե մենք մեր մասին կխոսենք որ լավ աս մարդը ես ինչ ակնկալություններ պիտի ունենամ իր մեջ ինչպես պիտի ինքը նվիրվի եթե ես իրեն չեմ սորվեցներ գոր որ պետք է նվիրվի ստղաս պետք է դաս տունկու շրջաբադիչ չէ եթե ադիկա չի սորվիր գոր ինչպես պիտի ակնկալեմ իր մե որ ինքը դա ադոր համար
Ձնող կլալը գադակ չէ։ Ձնող կլալը միան baby shower-ը, at պատրաստությունները, at ուրախությունը չէ։ Լավ, աբրինգատ ուրախությունները, բայց ձնող կլալը ատկե չոդ ավելի մեծ բան մնե։ Չի նշանակեր, որ ձնող կլալ, այսինքն ես իմ զավակիս բոլոր բահանջքները պետք է կոհացնեմ, ինչ որ նյութականի հետ կախյալ է, ես պետք է կոհացնեմ իրեն բահանջքները որպես մարդ։ Ոգին նախլեցնեմ, հետո արժեքները դամիրեն եւ այն ադեն ես կոհացնեմ իրեն։ Ադով հարուստ թողլա, անգե յետք մնացյալը բաժինը գուկա։ Work ethics-ի մասին ինչ եմ որ մեր ունգընտիրներում կամ ագընտիրներում բացատրենք work ethic ինչ կնշանակե։ Հաճախ սերունդներով մենք օրինակ ես generation X- եմ, չէ՞։ Այո։ Իմ սերունդիս համար գրված է որ օրինակի համար այո հոգնած են, ճղային են, բայց կսեք they have great work ethic։ Այսինքն կորձի իմաստով եւ ասիգա օրինակի համար կգարձեմ որ աշխատողին լա կամ դղամարդ մեզի համար հբարդությունը մեկը ասե որ կորձի մեջ չես կրնար մրցիլ հետը կամ կորձի մեջ իր լավակույնը գուտա գիտե ինչպես պիտի աշխատի գիտե ինչպես ինքզինք պիտի բայ գիտե ինչպես իր շրջապատի մեջ նաև ինքզինք զարգացնե եւ նաև իր լավակույնը դա ապրած աստադության մեջ կամ աշխատած աստադության մեջ այսօր ինչու մենք նոր սերունդին համար գսենք որ they don't have work ethic որով ժամանակի իմաստով ալսեմ որ մենք ժամանակին հասնիլը կորձը հարկելը այսինքն կորձը սիրելը այո կորձին լավակույնը հավատալը դե ուշացանք 5 վարիան ներողություն կխնդրենք նայր հուրի մեր ադենը որոշ ասենք թե մասնագետ ասենք թե ինչ գիտնամ բիզնես կար բժշկություն կա ինժեներինգ կա չէ մասնագիտություններ կար այո լավ հիմա մասնագիտությունները փոխված են մենք հոս մենք մեր բարդականությունը հասկանանք որ նոր մասնագիտություններ կան եւ աս մասնագիտությունները հաբա եւ գրաֆիկ դիզայներ կա շատ մասնագիտություններ կան դակավին մենք լիբանանի մեջ չունենք բոլորը բայց օրինակ դուրսի համալսարանները կան մասնագիտություններ որ ավելի գեհդակրկրեն նոր սերունդին քան թե որ մեզի հոս հիմա պիտի կա որ մենք որպես ծնող պետք է հասկանանք որ հաճախասնյութը գխոսին կեսեթուն լավ վերջ բժիշկ ինժեներ ճարտարապետ բժիշկ փաստաբան չի դա կրկրեր նախ որովհետեւ պետք չունենք իսկական այլևս պետք չունենք որովհետեւ այնքան նոր մասնակցություններ կան որ անցը բիդեսե որ ես ինչու 5-6 տարի պիտի նստիմ պիտի ուսանիմ եք որ AI-ը իր տուլզերով սորվիմ ինչպես AI-ը օգտագործել հոս պիտի հասկանանք որ դարբեր մասնակցություն է պիտի կաչալերեն իրեն որ ինքը ադոր մեջ աշխատի հիմա work ethics-ի որ կանք գարկ հաստատություններ համաշխարհային գսեմ գոր հասկացած են որ աս սերունդը համբերություն չունի աս սերունդը չի գրնար շատ իրեն այսպես գաղաբարի մեջ տնես լավ ինչ պիտնենք մենք նոր սերունդին պետք ունենք որովհետև իրենք դարբեր կմտածեն եկան միջավայրը ստեղծեցին որ լավ աշխատանքի ցևը փոխեցին հուրի, այսինքն այսպես քրասենյակներ չէ, դարբեր ազատ, արդոնեցին որ օրինակ Ջապանի մեջ շատ կտեսնենք, 1 ժամ գեսորին գրնան քնանալ։ Արդոնեցին որ իրեն շունը գրնա հետը կորձի բերել, մամաներուն արդոնեցին որ իրեն ծավալները խաղավայրն են նույնիսկ ընկերության մեջ կամ այ ժամանակ անց են այսպես դիքտատոր։ Դες ինչպես իրենք սկսան համագերբելու, ինչու որովհետև նոր սերունդը դարբեր կմտածե, լավ դարբեր մոդեցում պիտի ունենանք։ Ասիկա գնմանի օրինակ, քանի որ կոչինգի օրինակը դվեր, երբեմն գիտես մարդիկ կսեն կոչինգ, մոչինգ, գիտես մենք մնգավեցնենք միշտ։ Երբ որ բամը չենք գիտեր ինչ է, չենք հասկանար ինչ է, գտադենք մենք։ Բայց օրինակ, աստեսագի հաստատությունները, իրենց հաստատություններում մեջ ոչ թե մեծերը ինձի պես մարդիկ չեն բերել, որովհետև 15000, 20000 բաշտոնյա գա։ Մարդիկ գբերեն, որ մնան հաստատության մեջ, որբեսի աս մարդոց իրենք միշտ ներգա ըլան իրենց գրասենյակի մեջ, հուրին այսօր անդրամատիր է, լավ ժամատրություն application-ի վրա գնայիս որ հասմի գսենք թե կոչն է at օրվա կմտնես կովես at 1 ժամը գխոսիս ինչու որովհետև նոր սերունդը ասոր գարիկը ունի լավ ուրեմն հաստատությունն գհասկնագոր նոր սերունդը ինչ պետք է իրեն գուտագոր այսինքն work ethics-ը ոչ թե որ գփոխվի գոր իրենք դարբեր մտայնություն ունին դարբեր մոդեցում ունին եւ դարբեր միջավայրի մեջ կրնան աշխատիլ եւ դալ As գաշկանտված չեն գրնար ավելի ազատ պետք է լան գրնա հիմա հոս աշխատիլ գրնա լապտոպ առնել յետքը ուրիշ դուրսը հատուկ դեղ մգա գրնա երտալ հոն աշխատիլ բայց մենք այդպիսի բան ունեինք մեր հաստատություններում մեջ չի գրնար լալ լավ բայց հիմա դες ինչպես գահասկնան գոր որ աս մարդը իրենց գետրոնացումը շատ քիչ է երկար ժամանակ չի գրնար նույն դեղ աշխատիլ լավ
ինչպես կրնան աշխատել Որ արդյունավետ են իմի դված են իրենց այդ facility-ին ինչ կսենք առավելությունները դրված է իրենց որ իրենք ավելի ազատ լինեն բայց կարևորը աշխատի գոր ազատությունը դված են որ ինքը երբեմն դունեն պիտի աշխատի գուտան գոր չէ չեն կրնար հին մտայնության վրա մնալ հին օրենքներուն վրա եւ նոր սերունդին ասենք որ դուք work ethics չունիք լավ ինչ պիտի դամ ես հինեն որ ինքը ավելի արդյունավետ ըլգամ ինչ որովհետեւ թեմ թիմած ասես հիմա մենք որ օրինակ նոր սերունդին է դեղը կաշխատիստուն տուն որոշ տարիքի ես ինքը արդեն նոր 20 տարեկան բիդելա կնկատես որ իր աշխատածեւ իմ աշխատածեւից միջև լերուցոր կա չեմ ասա իմս ճիշտ է իրը սխալ է դեղը փախումի մեջ ենք եւ երբեմն ես նույնիսկ ճղանությամբ կսեմ որ դուք սկսել եմ ասելու առաջ գզարմի հիմա սկսել եմ ասել մեր սերունդը գնայմ ասես որի մեկ վարիանտեցի գիտես այո դարբեր սերունդ են բայց կմտածեմ որ հասմիկ դեղը բամը գործված է արժեքներեն գործվին Ես չեմ ասել որ ադոր մարգսեի քիչ չեմ ասել ամենա ոդկի բիդելը չեմ ասել որ մեր հրացները ընե չեմ ասել որ ուսուցիչները ինչ որ ինչպես որ մեզ հետ կվարվեին այդպես թող վարվին այսօր մենք շատ բարդություններ կոմպլեքսներ ունեցել ենք դպրոցներում մեջ ուսուցիչներու ուսուցչուհիներու պատճառով այո բոլորս ալ ունեցել ենք չեմ ասել այդ վիճակին դեր տոտիկի օրերուն վերադառնանք բայց բամը գործված է նաև ասերունի մեջ հորի օրինակ մտամ քեզ եթե այդպես պիտի մտածենք հաստատության մեջ կաշխատեի երկրին անունը չդամ ուրեմն նկատի արի որ բոլոր պաշտոնյաները 40-35 եւ վեր է չկա նոր սերունդ չկա մեծ դնորենները բոլորը արդեն 55 եւ վեր են լավ երբ որ HR-ին հետ ժողովի մեջ էի աս հարցն է որ երբ որ նոր սերունդ են մարդիկ կուկան իրենց ղեկավարներուն հետ անհամաձայնություն եւ ինչպես որսի գուկան 1 ամիս 2 ամիս գերտան գուկան 1 ամիս 2 ամիս գերտան լավ բայց ասոնց ըրած կորձը որ հերացան պիտի պատասխանեն հաճախորդին պետք է ասենք թե ինչ որ է հարցերը պատասխանեն աս ղեկավարը այլևս չի գտնարնել որովհետեւ ինքը ուրիշ պատասխանատվություններ ունի մեկ հարցումը որ հարցուցի լավ եթե գերտան գուկան տուն ուրեմն հիմա հոստեղը բարաբություն ունիս չէ վնաս կբաժարի ասիգա քեզի լավ ջարը ինչ է գամ ասոնք պիտի համագերբին ցևը պիտի գտնենք պիտի մարզենք իրենց որ խոսին ասոնց հետ եւ կորձը կալե թե ոչ As մարդիկը որ հոս հասեր էին, իդ իրենց հոմբիտ տանիս, պիտի երթա, իդ պիտի վերադառնա, իր դիտողոսեն հիմա վերադառնա, որովհետեւ հերախոսի պատասխանի եք որ տուն հոստեղը հարց ունիս եւ բահ մնայր որ քու հաստատությանդ մեջ եք որ տուն 4000 պաշտոնյա ունիս, average դարիքը 45 է, ասի վտանգավոր է, ուր է նոր սերունդ է, ուր է նոր արյունը, ինչպես պիտի դան քեզի, ուրեմն չենք կրնարսել որ իրենք են սխալը գամ ethics չունին մենք պիտի հասկանանք իրենք ինչ կուզեն գոր ինչպես կրնանք իրենց հետ վարվել ցևը գա եւ մենք պիտի մարզվենք հասկանալու իրենց եւ իրենց ցևով այսպես հավասարակշռություն մնել ոչ թե որ մենք ալ հրաժարինք մենք մեր սորվածներեն բայց ադացած է մեր մեջ հավասար մենք պիտի հավասարակշռությունը բահենք որբեսի նոր սերունդին դանք արի թե որ մենք ալ իրենց անուղագիորեն մարզենք որ as ethics-ը որ գսես կոր որոշ չափով դամ իրեն որբեսի as հաստատությունը կոյադեվե թե ոչ մենք պիտի բարձրանանք օքեյ մենք պիտի մեռնենք ինչ պիտի լայետկը իրենք պիտի շարունակեն մեր գործը ուրեմն իրենք շարունակելու համար մենք պիտի ընդունենք որ իրենք մեզ մե դարբեր են դարբեր գմդածեն դարբեր համբերություն ունին դարբեր գետրոնացում ունին իրենց համար ժամանակը բոլորովին դարբեր է չենք կրնարսել միշտ որ դուք դարբեր եք դուք ասանք դուք ադասանք դեղ պիտի չհասնենք մտածենք որ ինչպես գրնանք լուծել ուրգե գրնանք սկսիլ դբրոցներեն սկսինք հաստատությունները արդեն մեծ հաստատությունները բավական մեծ աշխատանքներ գտանին ասոր վրա բայց դեղեմը պիտի սկսենք միշտ խոսիլը հարցին մասին բամը պիտի չփոխե պիտի սկսենք խոսքով պիլավ չեպիր այո եւ հավաքական աշխատանք պետք է լահուրի այո լավ հասմիկ մենք դեր գրնանք ժամերով խոսքից որքան խոսեցանք 10-ին 10 կա իրավ այնքան երկար խոսում բայց շատ հաճելի էր ինչպես միշտ մեր ունգընտիրներն ալ հույսով են որ լավ ժամանակ անցուցին եւ եթե հարցումներ կամ սելիկներ ունին ասմասին մեր էջին վրա գրնան մեր հարցազրույցին դա կգրնան կոմենտներու բաժնին մեջ գրել իրենց կարծիքը փոխանցել շնորհակալ ենք որ ժամանակ հետ մեզի տրամադրեցի միշտ մեծ սիրով Աջողություն կարծեմ փագենք չէ այլևս որովհետեւ եթե ցանուցում պիտի մտնենք եւ երկև այլևս անիմաստ կդառնա շատ շնորհակալություն ծերուն ընտրության ցանի հաղորդավար միկրոին Ուրի միկրոին կնասեր միկրոին ուրի շնորհակալություն ծերուն ընտրության ցանի հաղորդավար Անտոնին ցեզի դերուրին Հասմիկ Դանիել լայֆ կոչը սիրելիներ եւ ցեդեսություն